Ես շատ եմ մտածել, թե իրականում որն է Սոդոմ Գոմորը, իրականում որն է քաոսը, իրականում որն է բարոյականության եւ արժեքային համակարգի ճգնաժամը։ Երեք մի քանի ժամ լինելով Մայրաթորում եւ աջակցելով վեհափառին եւ իդեպ մի կողմում կանգնած էին Նիկոլ Փաշինյանի համակիրները, ովքեր բռնի ուժով էին բերվել։ Ինչու եմ ասում բռնի ուժով, որտեվ երբ որ ես դեմոնստրատիվ անցնում էի, նրանցից շատերի դիմացով կանայք այսպես փորձում էին իրենց վերարկուների օձիքներով իրենց դեմքը փակել, մտնում էին հեռախոսի մեջ, որ իբր հեռախոս են նայում, եւ երբ որ նրանց պարտադրում էին, այնտեղ դիրիժորներ կային, այն Արուն էր այնտեղ այսպես կոչված քաղաքապետը, այնտեղ մի քանի այլ քաղաքապետեր կային, սենց կամիկադզեներ, նրանք այդ կանանց պարտադրում էին, մամուլում գրվեց, որ մանկապարտեզների, դպրոցների աշխատակիցներ էին, պարտադրում էին բղավել կտրիչ Ներսիսյան հեռացիր, կանայք հրաժարվում էին բղավել եւ այդ նողկալի արարողությունը, ծիսակարգը իրենց վրա էին վերցրել մի քանի, ինչ ասեմ, բարոյականության հետ խնդիրներ ունեցող մարդիկ։ Ես տեսնում էի ամոթից գլխահակ ոստիկանների, ես չեմ արդարացնում այդ ոստիկաններին, գիտեք ինչ է նշանակում մենք կատարող ենք, մենք աշխատավարձ ենք ստանում, սա ամոթալի իրավիճակ էր այն, ինչ տեղի ունեցավ երեք Վեհարանում, երբ որ այդ 10 տիրադավներին մարշրուտկայով որպես կարտոֆիլի մեշոկներ բերեցին, ստիպեցին, որ նրանք իրենց նողկալի առաքելությունը իրականացնեն, հետո որպես կարտոֆիլի պարկ բոլորին խցկեցին, ես տեսնում էի, թե ինչպես էին ոստիկանները Նավասարդ Կճոյանի Բենթլի Սամոյի հետույքից բրդում, որ մտցնեն մի կերպ փախցնեն ժողովրդից հասումից, երբ որ ժողովուրդը բղավում էր Վազգեն Միրզախանյանի հետևից եւ լրագրողը նրան դիմեց պարոն Միրզախանյան, պատկերացնում եք, հոգեվորականը շուռ ա եկել լրագրողին ասում է պարոնը հերը տա, սա կատաստրոֆա է, հասկանում եք, սա աղետ է, այ սա է Սոդոմ Գոմորը, այ սա է բարոյականության անկումը, այ սա է ժողովրդի մի հատվածի մանկուրտիզացիան, այն ինչ որ ես տեսա էջմիածնում։